անաչառ չի։ Անաչառ չի։ Այսօր ձեր խոսքում էլ ասեցիք, որ լավ կլինի, որ ինքը բացառվի, հա։ Չեմ ուզում sense կանխատեսումներ անել։ Ինչ երկին կարող է վերջո, թե դուք այսօր ասեցիք վճիրն արդեն պատրաստ է դատարանում։ Դե մենք գիտենք ինչ երկրում ենք ապրում ու գիտենք թե դատարանները ինչքան կախյալ վիճակում են, այդ առումով տենց ակնկալիքներ չունեմ դատարանից, մանավանդ ինքը արդեն իր քայլերով ցույց է տվել այդ իր կողմնակալությունը, բայց գիտեք, էդ էլ չի խնդիրը, խնդիրն է նա, որ այնքան արհամարական վերաբերմունք կա դատարանի նկատմամբ այդ նույն վարչապետի ու իր ներկայացուցչի կողմից։ Ուրեմն ընդամենը 1.5 էջանոց մի հատ կիսագրագետ հայց են ներկայացրել դատարան, ոչ մի հիմնավորում չկա մեջը, սենց լկտի, ցինիկ ձևով, իրանց թվում է, թե արդեն ունեն վճիրը, կարան չպատրաստվեն, կարան դատարանում իրանց ամբարտավան պահեն, կարան բան անեն, ասենք անընդհատ շուրտան խոսքը դարձնեն, նորմալ չպատասխանեն, չարձագանքեն դատարանի փաստարկներին կամ ելույթ չունենան եւ այլն եւ շահեն դատը։ Այդ ամեն ինչը այնքան ցցուն երևում է ու հետն էլ դեռ պահանջում է, որ չտեսանկարահանվի, չլուսաբանվի նիստը, որ այդ անգրագիտությունը, այդ ցինիզմը չերևա հասարակությանը։ Բայց ես ուզում եմ ասել, որ ամեն ինչ իր սահմանն ունի ու իր ավարտն ունի, հա, ոնց որ ժամանակին ինքը Նիկոլ Փաշինյանն էր խմբագիր եւ իր նկատմամբ հայցեր էին ներկայացնում եւ այնտեղ չէին էլ նայում ով է ճիշտ ով է սխալ, իր դեմ վճիռներ էին կայացնում։ Հիմա ինքը փորձում է անի նույն բանը լրատվական միջոցների նկատմամբ, բայց դա էլ է ավարտ ունենալու, որովհետեւ տենց չի, որ ամեն ինչ կարելի է երկիրը հասցնել այս վիճակին, կարելի է եկեղեցու դեմ արշավ սկսել, կարելի է քաղբանտարկյալներ ունենալ, կարելի է լրատվական միջոցների նկատմամբ հայցեր ներկայացնել եւ շարունակել պաշտոնավարել, հա, այս երկրում չի լինելու։ Ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակ է մնացել եւ իրենց շտապողականությունը նաեւ դրանով են բացատրում, որտեվ այո, հունիսին ընտրություններ են եւ հայտնի չի իրենց ճակատագիրը ինչա լինելու այս երկրում։ Դատարաններում նաեւ դատավորներ Փաշինյանի Այո։ Եվ կարծում եք, որ հենց այս հայցերի ներկայացման փորձում են իշխանությունը կարգի դատավորներ։ Ոչ միայն հայցերի, իրենք ամեն գնով, ամեն ձևով իրենք ինչ արեցին, լավագույն դատավորներին հեռացրեցին համակարգից, փոխեցին ամբողջ Վճռաբեկ դատարանի կազմը, դարձրեցին այնպիսին, որ այն ներքևի ատյաններում ինչ ուզում ա որոշեն, վերջին ատյանը կատարում ա հլու հնազանդ իրենց հրահանգները, բոլոր հնարավոր ձևերով իրենք դատական իշխանությունը ստրկացրել են, ոչնչացրել են, դարձրել են իրենց կից կառույց, որը ոչ մի ինքնուրույնություն չի դրսևորում։ Բայց ես ուզում եմ ասել, ավելի շատ ուզում եմ խոսքս ուղղել դատավորներին, հա, եթե մի քիչ իրենց մեջ թասիբ, ինքնահարգանք կա, իրենք մի քիչ արժանապատվություն ունեն, պետք է նաև մի քիչ դիմադրություն ցույց տան։ Ոչ մեկի համար հեշտ չի, ինչի մեր համար հեշտ է, մենք էլ ենք, չէ, ասենք մենակ 5-10 հոգով մենք դիմադրում ենք, այս երկրում փորձում ենք մի բան փոխել, մի բան կանգնացնել, մի բանի նպաստել, մի բան էլ իրենք պետք է անեն, չէ, ինչ որ քայլել պետք է անեն։ Այնպես չի, որ մի մեծ հերոսություն է այս հայցը մերժելը։ Բացարձակապես, հա, փոքրիկ հասարակ մի հատ բան է եւ ես վստահ եմ, որ ոչ մի հետևանք չի ունենալու այս դատավորի համար այդ հայցի մերժումը։ Բայց այդ որ ասում է սատանան ավելի սարսափելի է, քան իրականում կա, այդ վիճակն է, էլի, իրենք այդ վախը իրենց մեջ նստած է։ Իրենց թվում է, թե ամեն մի փոքրիկ ընդվզում կարա հանգեցնի պաշտոնից զրկվելու կամ չգիտեմ ինչ պատժամիջոցներ են, բայց այդպես չի։ 1, 2, 3 որ սկսեն դիմադրություն ցույց տալ, այն մյուս կողմն էլ կսկսի իրեն հավաքել, չէ, զսպել ավելի հարգալից կվերաբերվի, ի վերջո ով որ դիմադրություն է ցույց տալիս, նրանց հարգում են, չէ, այդքան չեն ստորացնում, նսեմացնում, ոչնչացնում այդ համակարգերը։